Հռոմեացիս նամակից մեզ քաչ ծանոթ, շատ ծանոթ մեկ համար ենք ընդհանրեն ընթերցելու եւ խորելու ենք սրա շուրջ։ Հռոմեացիս 12-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Եվ մի կերպարանիկ այս աշխարհին կերպարանքովը հապա ձեր մտքին նորոգությունովը նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է։ Կարճ աղոթ կանենք։ Թանկագին մեր Տեր ու մեր Փրկիչ, խոնարհած սրտով գալիս ենք հայցելով քո Սուրբ Հոգու այցելություն այս պահին, յուրաքանչյուրիս սրտին եւ մտքին, որ կարենանք ով Տեր Աստված քո ներկայության մեջ խորել, խոկալ քո խոսքի շուրջ։ Եվ ամեն բանից առավել ով Տեր, առնենք ամեն մեկս այն падգամը, այն առաջնորդող խոսքը քո, որով ցանկանում ես ուղղորդվենք այս աշխարհի մեջ։ Մարդկանց սրտի պետքերը դու գիտես, ով Հայր, կարիքները դու գիտես։ Ոչ միայն հնչեցված կարիքները, այլ նաև չգիտակցված պետքերն ու կարիքները։ Խոսքը թող լուսավորի մեր միտքը, մեր սիրտը եւ առաջնորդի մեզ։ Քո անվան փառքի համար ով Հայր, մաքրագործիր անձս, արժանացրու Տեր, մատուցելու այն ինչ որ դու կամենում ես։ Հիսուսի սուրբ ու պատվական արյան արժանիքով Հայր։ Ամեն։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի է, հաճելի է եւ կատարյալ։ Այս խոսքը տարիներ շարունակ շատերիս կողմից ընկալվել է որպես զգուշացում, որ չլինի, թե հավատացյալ մարդիկ նմանվեն աշխարհիկ մարդկանց հագվելակերպին, խոսելաձևին, շարժ ու ձևին, հիմնականում ձևի նմանության վրա է շեշտադրումը դրված եղել։ Սակայն կարծում եմ, որ այս խոսքն ինքնին ավելի խորը իմաստ պարունակող падգամ է ուղղված մեզ եւ այն վերաբերվում է նրան, որ ամեն մեկ քրիստոնյա մարդ, ամեն մեկ հավատացյալ մարդ իր կյանքում ունի այս փորձությունը, այս գայթակղությունը մասն կազմել ամբողի։ Մարկոս Ավրելիոսը, որ Հռոմի գահակալն է եղել Հիսուսի ծնունդից հետո 161 թվականից մինչև 180 թվականները, իր խորհրդածություններ գրքում այսպիսի տողեր է ասում. Ամբողը միշտ սխալվում է, այլապես այն չէր լինի ամբող։ Ամբողը միշտ սխալվում է, այլապես այն ամբող չէր լինի։ Այս հատվածում Պողոս առաքյալը հստակ սահմանագիծ է ուզում դնել հավատացյալ հոգևոր մարդու էության տեսակի եւ ամբողի միջև։ Եվ մեզ հորդորում է, զգուշացնում է, որ չտրվենք այդ գայթակղությանը նմանվելու կամ մասն կազմելու
ամբողի։ Այստեղ նա օգտագործում է ոչ թե ամբողջ խոսքը, այլ օգտագործում է աշխարհ խոսքը։ Եվ մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով։ Աշխարհ խոսքը մի քիչ ավելի լայն հասկացություն է։ Աշխարհ ասելով մենք հասկանում ենք Աստծո ստեղծագործությունը, երկինքը, երկիրը, բնությունը, կենդանական աշխարհը, մարդիկ, սակայն Սուրբ գրային իմաստով աշխարհ խոսքը կիրառվում է ավելի որպես մեղավոր մարդկության արժեհամակարգ կամ մեծամասնության մտածելակերպը, մեծամասնության աշխարհայացքը, մեծամասնության արժեքները, ապրելակերպը, կենսակերպը, Հիսուս Քրիստոս առանձնացնում է մեր անհատականությունը եւ նա մեզ զատում է ամբողից կամ եթե կուզեք օգտագործել Պողոսի տերմինը աշխարից եւ նա անհատական գործ է անում ամեն մեկիս հետ նրա սերը անհատական է նա անհատապես սիրում է քեզ եթե ուզում ես իմանալ եթե այս աշխարհում գետ մեկ հոգի լիներ, որը փրկության կարիք ունենար, եւ այդ մեկ հոգին հենց դու լինեիր, Քրիստոս դարձյալ պիտի գար աշխարհ, հենց քեզ փրկելու համար, որովհետեւ բարի հովիվը թողնում է 99 ոչխարներին եւ գնում է այդ մեկ կորսվածի հետևից։ Սա նշանակում է, որ դու ամբողի մեջ ձուլված, նրա հետ ներդաշնակված մեկը չես, այլ Քրիստոսում դու զատված ես, Քրիստոսով դու առանձնացված ես, և քեզ Աստված նկատում է, որպես իր սուրբը, Քրիստոս իր արյունը թափեց, որպեսզի մեզ սրբացնի, սրբացնել բառը շատ հաճախ մենք սխալ ենք հասկանում, սրբացնել բառի բուն իմաստը կայանում է սրանում, առանձնացված հատուկ նպատակի համար։ Հինգ տակարանի մեջ մենք տեսնում ենք, որ տաճարի սպասքը կրոնական ծիսակատարություններ կատարելու համար սպասքը առանձնացված էր առօրյա կիրառության սպասքից եւ այն հատուկ լվացումներով էր անցնում, հատուկ սրբացման կամ մաքրման գործընթացներով էր անցնում, կրոնական ծեսերով էր անցնում, որպեսզի նա ծառայեր հատուկ հոգևոր նպատակների համար։ Նոր կտակարանում Աստծո տաճարը մարմնավորում է ոչ թե քարը, ոչ թե փայտը, ոչ թե սկիհը, ոչ թե գավաթը, ոչ թե այլ անոթներ, այլ Աստծո տաճարը մարմնավորում են մարդիկ, անհատները, որոնց միասնությունը կոչվում է եկեղեցի կամ Աստծո տուն։ Ուսա մտքերը շատ բարդ չեն, հետևում ենք մենք։ Հիմա երբ որ Աստծո խոսքը քեզ ասում է մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, սա նշանակում է, որ մի փորձվիր, մի տրվիր այն գայթակղությանը հանձնվելու ամբողին, տրվելու ամբողին, նմանվելու ամբողին, վախենալու ամբողի կարծիքից և
հանձնվելու նրան։ Հավատացյալ մարդու մեծագույն մարտահրավերներից մեկը կայանում է նրանում, որ նա կարենա քայլել հակառակ ամբողջի ընթացքին կամ աշխարհի ընթացքին։ Սա լուրջ մարտահրավեր է։ Գիտակցելով քո ինքնությունը, գիտակցելով քո անհատականությունը, գիտակցելով քո նշանակությունը, դու չես կարող տրվել այդ գայթակղությանը եւ ապրել աշխարհիկ կյանքով, աշխարհում ընդունված համընդհանուր այդ արժեքներով ապրելու, նմանվելու աշխարհին, նմանվելու ամբողջին, նմանվելու համընդհանուր ընդունված այդ ձևին, կարգին, մտածելակերպին, արժեքներին, ապաշխարել խոսքի նշանակությունը, մենք ասում ենք, չէ՞, մենք ապաշխարել ենք, մենք հայտարարում ենք մեր ապաշխարության մասին, սակայն պետք է հասկանանք ինչ է այն։ Ապաշխարել նախ եւ առաջ նշանակում է ունենալ մտքի փոփոխություն, ունենալ մտքի փոփոխություն, դադարել մտածել այնպես, ինչպես մտածում էիր նախկինում եւ ունենալ նոր մտածելակերպ։ Այստեղ ասում է մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտքի նորոգությունով նորոգվեցեք, փոխեք ձեր մտածելակերպը, որովհետեւ ձեր մտքերն են ձեր շարժիչ ուժը դառնալու, ձեր մտքերն են ձեզ առաջնորդելու այս աշխարհում։ Այդպես չի։ Մենք կառավարվում ենք մեր մտքերով։ Ինչ մտքեր են ծնվում մեր մեջ եւ որ մտքերին ենք մենք նախապատվություն տալիս եւ այդ մտքերն ենք մենք իրագործում, իրականացնում, ապրում։ Ապաշխարել նշանակում է ունենալ մտքի փոփոխություն։ Կողոսացիս 3-րդ գլխում մենք կարդում ենք 3-րդ գլուխ 9 եւ 10-րդ համարներում կարդում ենք. Իրարու սուտմի խոսեք, հին մարդը իր գործերով ձեր վրայեն հանեցեք եւ հագեք այն նորը, ուշադրություն, գիտությունով նորոգված իր ստեղծողին պատկերին պես։ Իրարու սուտմի խոսեցեք, հին մարդը իր գործերով ձեր վրայից հանեք եւ նորը հագեք, գիտությունով նորոգված, նորը ինչով է նորոգված, գիտությունով նորոգված իր ստեղծողին պատկերին պես։ Ապաշխարությունը թանկագիններս դա լոկ մեկ օրվա հնչեցրած խոստովանության աղոթք չէ, ինչպես շատերս կարծում ենք։ Այդ տեսակետը 20-րդ դարի այդպես կեսերին ավելի տարածվեց պրոտեստանտ կամ բողոքական ուրեմն ուղղություններում, որ եկավ աղոթեց, ուրեմն ապաշխարեց։ Այո, խոստովանության աղոթքով սկիզբ դրվեց ապաշխարության ընթացքը, բայց ապաշխարությունը դա ամեն օրվա մտքի նորոգություն է։ Որովհետև դու որոշում կայացրեցիր հետևել Հիսուսին, բայց քո միտքը դեռ շարունակում է
նախկինի պես խորել, ու եթե դու մտքի նորոգություն չես ունենում, քո մտքերը դեռ նախկինի պես են մտածում, դու կհայտնվես ֆիզիկապես հոգևոր շրջանակում, բայց քո ներսը կմնա նույնը, քանի որ քո խորհուրդներդ են նույնը։ Ու ստացվում է ինչ, ստացվում է, որ մարդուն թվում է, որ ինքը ապաշխարել է, քանի որ նա ինչ-որ մի օր, ինչ-որ մի աղոթք արեց, եւ այդ աղոթքից հետո ինքը որոշում կայացրեց, որ այսուհետ իր շրջանակը փոխելու է, հայտնվելու է ավելի հավատացյալներով շրջապատված եկեղեցական շրջանակում եւ իրեն թվում է թե արդեն ինքը ապաշխարել է։ Մենք շատ խնդիրներ ունենում ենք եկեղեցիներում հոգեվոր աշխարհի մեջ, քանի որ մենք հավաքված ենք այստեղ մարդկանցով, որոնց թվում է թե իրենք ապաշխարել են, քանի որ ինչ որ մի աղոթք են արել ժամանակին, սակայն իրենց միտքը, իրենց խորհուրդները դեռ շարունակում է մնալ նախկինը, աշխարհայինը, մեղավոր իր ընթացքին համահունչ։ Ասում եք նորը հագեք, նոր մարդը ձեր վրա հագեք, գիտությունով նորոգված։ Այս որ գիտությունն է, այս ինչ գիտություն է, դա ֆիզիկա է, մաթեմատիկա է, կենսաբանություն է, այս որ գիտությունն է, Աստծո խոսքի գիտությունն է։ Գիտությունով նորոգված, այնտեղ էլ ասում է մտքի նորոգությունով նորոգվեք։ Ապաշխարությունը մտքի նորոգությունն է։ Երբ քո միտքը Աստծո խորհուրդներով է սկսում նորոգվել։ Պարզ ասեմ, եկել նստել ենք հիմա եկեղեցիում, ճիշտ է։ Ամեն մեկս ունենք մեր մտածելակերպը։ Ու հիմա մենք լսում ենք Աստծո խոսքը։ Շատ հաճախ այս խոսքը բախվում է մեր խորհուրդների հետ։ Այո։ Ու հիմա մենք կամ կարճած ենք մնում մեր խորհուրդներին, մեր մտքերին, մեր կարծիքներին, մեր արժեքներին, կամ խոնարհվում ենք Աստծո առաջ եւ ընդունում ենք նրա խորհուրդները։ Այս խորհուրդները, այս խոսքերն են, որոնք որ նորոգելու են մեր միտքը եւ վերածնելու են մեր մեջ, վերադարձնելու են մեր մեջ Աստծո կերպարանքը, Աստծո պատկերը։ Նորը հագեք։ Այդ նորը Հիսուս Քրիստոսն է։ Նոր Ադամը Հիսուս Քրիստոսն է, Աստծո պատկերով ստեղծված։ Երկրորդ, ընթացքի փոփոխություն։ Ոչ միայն այս գիտությամբ փոխում ենք մեր մտածելակերպը, այլ նաև նոր մտածելակերպով փոխում ենք մեր ընթացքը, մեր վարքը, մեր կյանքը։ Մեկը չի կարող հագնել նորը Աստծո գիտությամբ նորոգված, Աստծո պատկերին պես, բայց ունենա նախկին կենսակերպը, նախկին ապրելակերպը։ Քո լսած քարոզները, քո կարդացած պատգամները, քո ուսումնասիրած գիտելիքներն ու գիտությունը զրո արժեք ունեն, եթե նրանք ուղղակիորեն չեն ազդում քո կենսակերպի վրա, քո ապրելակերպի վրա։ Որովհետև հավատքն առանց գործերի մեռած է։ Հավատքի արկայությունը չափում է ցուցիչը ապրելակերպն է։ Որովհետև շուրթերը կարող են հայտարարել հավատքի գոյության մասին, շուրթերը, բայց հավատքի գոյության վկայություն տվողը շուրթերը չեն միայն, այլ կյանքը, կենսաձևը, ապրելակերպը։ Եփեսացիս 4
17-ից 22 Ուստի կսեմ ու տիրոջմով կվկայեմ, որ դուք անգամնալ այնպես չքայլեք, այստեղ ուզում եմ ասել, մի պահ խնդրում եմ ձեր ուշադրությունը, այնպես չքայլեք նշանակում է այնպես չընթանաք, կամ այնպես չապրեք, կամ այնպես չվարվեք։ Ուստի կսեմ ու տիրոջմով կվկայեմ, որ դուք անգամնալ այնպես չքալեք, ինչպես ուրիշ հեթանոսներ կքալեն, ովքեր են այս ուրիշ հեթանոսները։ Ամբողը կամ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, աշխարհը, որին չպետք է մենք նմանակենք կամ կերպարանավորվենք աշխարհի կերպարանքով։ Ծառը, ճյուղը, կենթանին չի, նոր շարժում չկա, չէ՞, վերջին մի քանի տարում մարդը ինքն իրեն կենթանի է զգում։ Ինքն իրեն նմանեցնում է այսինչ կամ այնինչ կենթանու։ Եվ սա շատ տարածված երևույթ է աշխարհում մեկ, մանավանդ Ամերիկայում Միացյալ Նահանգներում։ Եվ դուք կարող եք պատահական փողոցներում տեսնեք, որ ինչ որ մեկը օրինակ շան նման է հագնվել եւ շան նման է քայլում փողոցներում։ Բարից բունում դուք կարող եք նրանց տեսնել ուրեմն առևտրի կենտրոններում, հա մոլերում կարող եք տեսնել, բենզալցակայաններում կարող եք տեսնել, փողոցը անցնելուց կարող եք տեսնել, մեկը շուն է իրեն զգում, մեկը կատու է իրեն զգում, ինքը կերպարանավորվել է աշխարհի, հա կենթանու, ինչ որ մի կենթանու է կերպարանավորվել։ Հա, ասեմ, որ չեմ հիշում որ նահանգում, բայց այդ նահանգում ընդունված է, որպեսզի չսխալվեմ, չասեմ նահանգի անունը, մոտարապես միտքս կա այդ նահանգի անունը, բայց չեմ ասում, որովհետև 100% վստահ չեմ։ Որտեղ որ ընդունված օրենք կա, որ եթե մարդը իրեն զգում է եղնիկ, իրեն զգում է եղջերու, եթե իրեն զգում է, չգիտեմ, որևէ մեկ կենթանի, ինքը դրա իրավունքն ունի եւ նա փաստաթուղթ ունի դրա։ Ուրեմն զավեշտալի, բայց ողբերգական մի դեպք է տեղի ունեցել։ Մեկը տեսել է այդպիսի մի մարդու, որը եղջերուի կերպարանքով քայլում էր եւ սպանել է նրան։ Հետո ոստիկանները բռնել են, տարել են դատարան եւ նա փաստաթուղթ է ցույց տվել, որ նա ունի որսի իրավունք եղջերու խփելու։ Եվ սա շատ տխուր պատմություն է։ Երբ որ Աստծո խոսքն ասում է, որ դուք անգամնալ այնպես չքայլեք, ինչպես ուրիշ հեթանոսները, այս քայլվածքը չի վերաբերվում, ոնց են աշխարհիկները քայլում, այդպես քայլեք։ Այս քայլվածքին նկատի չունի, այսինքն ֆիզիկական շարժու ձևին, եթե անկեղծ խոսեմ, հավատացյալ մարդը պետք է զգուշ լինի, որ այդ աշխարհիկ անգամ այդ քայլելու ձևին էլ չնմանվի։ Որովհետև կան, այնպես են քայլում, չես հասկանում, ես այ մարդ հոգևոր է թե բառեցա։ Ինչ-որ սենց я տեսքը բան, սենց եւ այլ այդ հավատացյալի քայլվածքն էլ մի քիչ ուրիշ է։ Հա, ուրիշ է։ Հասկանալի է, չէ՞։ Բայց այնուամենայնիվ նորից գանք խոսքին, այս անգամ չենք ընդմիջում, եղավ։ Ուստի կսեմ տիրոջմով ու կվկայեմ, որ դուք անգամնալ այնպես չքայլեք, ինչպես ուրիշ հեթանոսներ կքայլեն իրենց մտքի ունայնության մեջ, որոնց իմացականությունը խավարած է ու օտարացած են Աստծո կյանք են, իրենց մեջ եղած տգիտության պատճառով եւ իրենց սրտի կուրությանը համար, որոնք անզգալինելով ինքզինքնին ագահությունով անառակությանը տվին ամեն կերպ պղծություն գործելու, բայց դուք այնպես չսովորեցիք Քրիստոսը, թեև անոր վրայով լսեցիք եւ անկես սովորեցիք, թե ճշմարտությունը Քրիստոսի մեջ է, որպեսզի ձեր վրայեն հանեք այն ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը, որ խաբեբա ցանկություններով ապականված էր։ 23-ն ասում է եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք։ Ու նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ու ճշմարտությունով եւ սրբությունով ստեղծված է ամեն։ Մինչեւ 24-ը։ Եվ այսպես թանկագիններս,
իրական ապաշխարությունը, որը որ մեզ զատում է աշխարից, մեզ զատում է ամբողից, դա մեր մտածելակերպի փոփոխությունն է, որը Աստծո գիտությամբ է տեղի ունենում, շարունակական աղոթքով, շարունակական խոսքի սերտողությամբ, խոսքի ուսումնասիրությամբ, շարունակական Աստծո պատգամները լսելով, Աստծո գիտությունն ենք ձեռք բերում, աղոթքով, Սուրբ Հոգով այն ընդունում ենք, ընկալելի է դառնում մեզ համար։ Երկրորդը դա մեր վարքն է, վարվելակերպն է կամ քայլվածքը։ Եվ այսպես վկայում եմ, որ դուք անգամնալ այնպես չքայլեք, ինչպես ուրիշ հեթանոսներ։ Այստեղ առաքյալը մեզ կրկին անգամ այլ բառապաշարով զգուշացնում է, որ չկերպարանավորվենք այս աշխարհի կերպարանքին, կամ չտրվենք ամբոխին, չնմանվենք ամբոխին, չընթանանք ամբոխի ընդունված կարգով, կանոնով, ապրելակերպով, ինչպես ուրիշ հեթանոսներ կքայլեն։ Հավատացյալ մարդու քայլվածքը, հավատացյալ մարդու ապրելակերպը, մտածելակերպը, շարժ ու ձևը, գործունեությունը տարբեր պետք է լինի։ Տարբեր պետք է լինի։ Պետք է զատված լինի ամբողի մտածելակերպից, ինչպես ուրիշ հեթանոսներ կքայլեն իրենց մտքի ունայնության մեջ։ Ամբողի կամ հեթանոսների կամ աշխարհիկ մարդկանց մտածելակերպը Աստծո խոսքը որակավորում է ունայն մտածելակերպ, դատարկ, սին մտածելակերպ։ Դու չես կարող միաձուլվել մի մասայի հետ, մի աշխարհակարգի հետ, մարդկային մեծ հոծ բազմության հետ, որի մտածելակերպը ունայն է։ Ինչու է ունայն, որոնց իմացականությունը խավարած է, որովհետև նրանց իմացականությունը խավարած է, որովհետև մեղքը հեռացնում է Աստծո ներկայությունը իր կյանքից։ Իսկ Աստված ինքն է լույսը։ Լույս Աստված եւ մեղքը չեն կարող իրար հետ ներդաշնակ լինել։ Չեն կարող համատեղ միառժամանակ գոյակցել կամ գոյություն ունենալ։ Ինչու համար Ադամը վռնդվեց Եդեմական պարտեզից, որովհետև չէր կարող մեղքը իր մեջ ունենալով շարունակել ապրել լույսի մեջ։ Ամբողի միտքը խավարած է, որովհետև այնտեղ Աստված չկա։ Ուր որ չկա Աստված, այնտեղ տիրում է խավար։ Խավարն ինչ է? Լույսի բացակայությունը։ Հիմա մեկը կարող է ինչ-ինչ ոլորտներում բարձր ինչ-որ բարձրունքների հասած լինի գիտության ոլորտում, արվեստի ոլորտում, երաժշտության ոլորտում, կերպարվեստի ոլորտում, Նոբելյան մրցանակ ունենա եւ այլն։ Եթե նրա կյանքում, նրա խորհուրդների մեջ Աստված չկա, միևնույն է նա շարունակում է խավարի մեջ ապրել, որոնց իմացականությունը խավարած է։ Հետևանքը, տեսեք, ասում է, ու օտարացած են Աստծո կյանքեն։ Քանի որ իրենց իմացականությունը խավարած է, սա հետևանքն է Աստծո կյանքից հեռու լինելու, կամ արդյունքում նրանք Աստծո կյանքից օտարացած են։ Հիմա մենք, որ հաղորդ ենք Աստծո հետ, մենք չենք կարող հարազատ միջավայրում մեզ զգալ խավարած մտածելակերպով ապրող ամբողի հետ։ Չենք կարող։ Դա չի ձուլվում իրար հետ։ Կան նյութեր, չէ, որ մեկը մյուսի հետ չի ձուլվում։ Հնարավոր չէ։ Չի ձուլվում։ Սա տեսակի տարբերություն է։ Ուստի հավատացյալների այն անզգուշությունը համահունչ լինել ամբողի կենսակերպին, ամբողի մտածելակերպին, ամբողի շարժ ու ձևին, սա սին, սա դատարկ, սա սխալ մտածելակերպ է։
Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով։ Մի փորձեք նմանվել, որովհետև աշխարհը օտարացած է Աստծո կյանքից։ Ձեր կյանքը Աստծո հետ է։ Դուք հարազատ եք Աստծո հետ։ Շարունակությունն ասում է, որոնց իմացականությունը խավարած է եւ օտարացած են Աստծո կյանքեն իրենց մեջ եղած տգիտության պատճառով։ Այս ամենը չէ, հետևանքն նրա, որովհետեւ իրենց մեջ տիրում է տգիտությունը։ Հիմա հոգ չէ, կարող է իրանք էլ հավատացյալներից ասեն տգետ։ Եվ ասում են նորմալ է, բայց մենք գիտենք որ գիտությունը ունենք, որ գիտությանն ենք տիրապետում։ Մարդկային բոլոր գիտությունները ապրում են միջև գերեզման։ Գերեզմանում դրանք հող են դառնում։ Գերեզմանից այն կողմ նա չի անցնում։ Այն գիտությունը, որին տիրապետում ես դու Հիսուս Քրիստոսի մեջ, նա քեզ բացահայտում է, լուսավորում է եւ հայտնում է հավիտենականությունը։ Հիմա հոգ չէ, ես կարող է լավ չտիրապետեմ երկրային մի շարք գիտությունների։ Խնդիր չէ։ Նավակով գետը անցնողը ամենակարևոր բանը, որ նա պետք է իմանա, դա լողալն է։ Ծովում հայտնված մեկը, ջրի մեջ հայտնված մեկը, ամենակարևոր բանը, որ նա պետք է իմանա, գիտենա, դա լողալու կարողությունն է։ Թե դու որ ոլորտներում ունես PhD, դոկտորական, վկայական, տեխնացիական, չգիտեմ, թեզեր ես պաշտպանել եւ այլն, երբ որ հայտնվում ես ծովում, մենակ, սրանք բոլորը ոչինչ արժեն։ Կարևորը լողալ իմանալն է։ Եթե քեզ դեռ լուսաբանված չէ, եթե քո մտքում դեռ լուսաբանված չէ հավիտենականությունը, որ մենք գնում ենք բոլորս, չէ՞։ Մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Բոլորիս համար սահմանված է նույնը։ Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստան։ Որևէ մեկը չի խուսափել առ այսօր։ Իր գիտությամբ։ Եթե լուսավորված է քո միտքը Աստծո խոսքով, դու ունես կյանքի կարևորագույն գիտությունը։ Իրենց մեջ եղած տգիտության պատճառով եւ իրենց սրտի կուրության համար։ Ինչու է իրենց սիրտը կույր, ամբողջի սիրտը կույր, որովհետեւ Աստծո գործերը ճանաչելու, Աստծո գործերը նկատելու, Աստծո բազուկը տեսնելու, Աստծո ձեռք իրենց կյանքում տեսնելու աչք չունեն։ Շարունակությունն ասում է, որոնք անզգա լինելով ինքզինքնին ագահությունով անարակության տվին ամեն կերպ պղծություն գործելով։ Նորից խոսում է հեթանոստերի, ամբողջի, աշխարհի նկարագրության մասին, որոնք անզգա լինելով։ Ինչու են անզգա, որովհետև Աստծո կյանքից օտարացած են, Սուրբ Հոգու հանդիմանող ուժը չկա իրենց կյանքում, առաջնորդող ուժը չկա, մեղքի հանդեպ հանդիմանություն տվող ուժը չկա, ուստի իրենք անզգա լինելով, այսինքն չեն զգում Աստծո կամքը, Աստծո շարժիչ ձեռքը, հանդիմանությունները, չեն զգում, նա մեղքը խմում է ջրի պես։ Արդյունքում ասում է իրենք իրենց տվեցին ագահության, անառակությանը, ամեն կերպ պղծություններ գործելու։ Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսը։ Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսը։ Դուք ովքեր։
մարդ, որ ապաշխարության ընթացքի մեջ է, մարդ, որ լուսավորվել է Քրիստոսով։ Դուք այդպես չսովորեցիք Քրիստոսը, թեև անոր վրա լսեցիք եւ անկե սովորեցիք, թե ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։ Ինչու՞։ Այս ամեն ինչ ինչու սովորեցիք։ Հիմա կարևոր տեղն ենք եկել, ուշադրություն, որպեսզի ձեր վրայեն հանեք այն ձեր առաջվա վարմունքը ունեցող հին մարդը խաբեբա ցանկություններով ապականված։ Այս ամեն ինչը սովորեցիք ինչի համար։ Որպեսզի ձեր վրայից հանեք առաջվա վարմունքը ունեցող խաբեբա ցանկություններով առաջնորդող մարդը։ Ձեր վրայից հանեք այդ առաջվա վարմունքը ունեցող մարդը։ Սա Աստծո հորդորն է մեզ։ Եվ ձեր մտքով ու հոգով նորոգվեք։ Եվ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով եւ ճշմարիտ սրբությունով ստեղծված է։ Թանկագիններս, մի ձուլվեք ամբոխի հետ, որովհետև Աստծո գիտությամբ ձեր մեջ վերականգնվում է, իմ մեջ, քո մեջ վերականգնվում է Աստծո պատկերը։ Աստծո պատկերը ունեցողը նա ում կյանքում Աստված գործում է, ում կյանքում իր խոսքի գիտությամբ փոխում է նրա վարքը, նրա կենսակերպը, նրա ապրելակերպը, նրա շարժը, փոխում է, վերականգնվում է Քրիստոսի նմանությունը մարդու մեջ։ Նա ինչպես կարող է ուզենա կերպարանավորվի, նմանվի կամ ձուլվի ամբոխի հետ։ Ոնց կարա լինի տենց։ Ինչը կարա քեզ գայթակղեցնի։ Ինչը կարա ինձ եւ քեզ ավելի հրապուրի այս աշխարհի մեջ։ Ասեք խնդրում եմ, խավարած մտքից, Աստծո կյանքից հեռացած մարդկանց այդ որ մի արարքը վարքը մտածելակերպը կարա մեզ հրապուրիչ լինի, որ մենք Աստծո կերպարանք ունեցողներս Սուրբ Հոգիով փափագենք, կերպարանավորվենք այս աշխարհի կերպարանքին եւ ձուլվենք ամբոխի հետ։ Եվ ես այս խոսքը հատկապես ուղղում եմ երիտասարդներիդ, թանկագին երիտասարդներ, այս գայթակղությունը կա մեր առաջ։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, ուր մարդիկ ուզում են ավելի պոպուլյար դառնալ, մարդիկ ուզում են ավելի հանրահայտ դառնալ, մարդիկ ուզում են, չգիտեմ, ավելի ուշադրություն գրավել, ավելի իրենց անձերի վրա սլակներ ուղղել եւ այլն։ Երբ տալիս է նոր այս տեխնոլոգիաները, նոր սոցկայքերը, TikTok, մյուսը տալիս է բոլոր հնարավորությունները։ Թանկագիններս, մի տրվեք այս գայթակղությանը։ Դուք Աստծո գիտությամբ վերափոխված մարդիկ եք։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, ասում եմ, այլ մտքի նորոգությունով նորոգվեցեք։ Որպեսզի իմանաք ինչ Աստծո կամքը, որ բարի է, հաճելի եւ կատարյալ է։ Չվախենաք մտածել ուրիշ կերպ, քան ընդունված է ամբոխի կողմից։ Մի վախեցեք դուք տարբերվել ընդհանուր մտածելակերպից։ Եթե ձեր շրջապատում բոլորը սենց են մտածում, ես էլ սենց մտածեմ, որ չառանձնանամ, որովհետև ամբոխի մեջ մենք մեզ ավելի բան ենք զգում, ապահով ենք զգում, պաշտպանված ենք զգում, որովհետև մենք չենք առանձնանում։ Առանձնացածը միշտ թիրախավորված է։ Էսա մեր գայթակղությունը, էսա մեր վախը։ Մի վախեցիր առանձնանալ։ Մի վախեցիր ընթանալ ի հակառակն ամբոխի, էսա ապաշխարությունը։ Հակառակ աշխարհի, հակառակ ամբոխի։ Իմ համար իրական հերոսը ճշմարիտ ապաշխարած քրիստոնյան է։ 100 հոգի, 1000 հոգի, 100,000 հոգի այս ընթացքով են գնում։ Իր 4 կողմը, բայց նա հակառակ է գնում։ Նա հակառակ է գնում։ Ու դու նրան չես կարող ետ պայել, դու չես կարող նրան գայթակղել, դու չես կարող նրան հրապուրել։ Որտեվ նրա միտքը լուսավորված է։ Որտեվ նրա միտքը շարունակ նորոգության մեջ է։ Ոչ թե 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ ճամբարում ապաշխարել եմ։ Ճամբարում չեն ապաշխարում, է։ Ճամբարում լսեցիր Աստծո խոսքը, ընդունեցիր, այդ որոշումը կայացրեցիր, ապրես, բայց ամեն օր նորոգության կարիք ունենք մենք։ Ամեն օր նորոգության կարիք ունենք։
Ամեն օր կարիք կա մեր մտքի նորոգության, որ մենք կարողանանք ճանաչել Աստծո կամքը, հետևել այդ կամքին, որ հանկարծ փորձության ժամին չձուլվենք ամբոխի հետ։ Քո շրջապատում ինչ խոսակցությունների ականատես ես լինում, փողից են խոսում, նյութից են խոսում, շորից են խոսում, կոշիկից են խոսում, մատանուց են խոսում, չգիտեմ, նոր ավտոներից են խոսում, այս ամեն ինչից են խոսում անընդհատ, գայթակղություն է։ Ես ինչի հետ մնացի եւ այլ։ Չէ, թանկագինս, դու Աստծո պատկերը կրող ես։ Դու Աստծո կերպարանքը կրող ես քո մեջ։ Այն ինչ որ դու ունես, դա տարբեր է, շատ տարբեր է։ Դու քո ստեղծագործի կերպարանքն ես կրում։ Քո միտքը նորոգված է Քրիստոսի խոսքով։ Դու ոնց կարող ես ձուլվել աշխարհի հետ, ամբոխի հետ, դադարել վախենալ ուրիշների կարծիքից։ Նշանակում է ունենալ ազատություն, չապրելու ուրիշների կարծիքի ստրկության տակ։ Որովհետև մենք հիմնականում կերպարանավորվում ենք աշխարհին, մենք իրականում միաձուլվում ենք ուրեմն ամբոխի հետ վախից, վախենում ենք ուրիշների կարծիքից։ Մենք չենք ուզում առանձնանալ, չենք ուզում քննադատության ենթարկվել։ Իսկ դադարել վախենալ նշանակում է ունենալ ազատությունը ուրիշների կարծիքից եւ չապրել ուրիշների կարծիքի լուծի տակ, այդ ստրկության տակ։ Դու գիտեք ինչ է նշանակում դա, երբ որ դու ազատ ես ուրիշների կարծիքից։ Շեշտը նայեք ինչի վրա է, ասում է, որպեսզի մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը։ Այսինքն դու կարևորություն ես տալիս ոչ թե ամբոխի կարծիքին, այլ Աստծո կարծիքին։ Վախենալ մարդկանց քննադատությունից դա ստրկության մի ձև է։ Դա ստրկության մի ձև է։ Դու ապրում ես ոչ թե քո կամքով, այլ ամբոխի գնահատականին սպասելով։ Սա կարծում եմ ստրկության մի ձև է, որից պետք է ազատվել։ Իրական ազատությունը գիտեք երբ է սկսվում։ Իրական ազատությունը սկսում է այն ժամանակ, երբ դու գիտակցում ես, որ ոչ ոք քո մասին ավելի շատ չի մտահոգված, քան դու եւ Աստված։ Երբ որ դու սա գիտակցում ես, որ քո մասին ոչ ոք ավելի մտահոգված չի, քան դու եւ քո Աստվածը, այդ ժամանակ դու սկսում ես ազատ ապրել մարդկանց ամբոխի կարծիքից։ Ու քեզ համար կյանքում կարևորվում է ում կարծիքը։ Աստծո։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը։ Գիտես ինչու ես ուզում քննել Աստծո կամքը, որովհետև հասկանում ես, որ Աստված քո համար ավելի մտահոգ է, քան ամբոխը։ Եվ սրանից հետևություն, դու ոչ թե ուզում ես ձուլվել ամբոխի հետ, կամ ամբոխում ձուլվել, այլ դու ուզում ես ձուլվել Աստծո հետ, Աստծո մեջ։ Տերը կամենա մենք այս թեման կշարունակենք մյուս կիրակի, կվերհիշենք եւ կշարունակենք մյուս կիրակի։ Իմ հորդորս է թանկագիններս, սիրելիներս։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ սեկուլարիզմը աշխարհիկ կյանքը փառաբանվում է։ Ոչ մի նորմ, ոչ մի սահման, ոչ մի բարոյական նորմ, այսօր այս բոլորը քանդվում են։ Մեր աչքի առաջ փշրվում են։ Այս տարիներով եկած այս աստվածահիմն չափանիշները քանդվում են։ Եվ փառաբանվում է աշխարհիկ կյանքը։ Իմ հորդորն է, իմ եղբայրական, ընկերական, հարազատական եւ որդիական եւ ինչ չէ հայրական հորդորն է։ Թանկագիններս, զգուշացեք,
զգուշացեք չձուլվեք ամբողի հետ։ Մի կորցրեք ձեր անհատականությունը այն, որ դուք Քրիստոսով ձեռք եք բերել։ Եվ շարունակեք մտքի նորոգությունով նորոգվել։ Քննել Աստծո կամքը։ Հետևանքը, որ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Այդ ում համար է բարի, հաճելի եւ կատարյալ։ Աստծո համար։ Աստված իր կամքը մեզի չի հայտնում, որ իր համար բարի լինի, հաճելի եւ կատարյալ։ Աստված իր կամքը մեզ հայտնում է, ինչ պատվիրան, որ Աստված մեզ տալիս է, դրանով նա չի բավարարում իր էգոն։ Ինչ պատվիրան, որ Աստված մեզ տալիս է, իր խոսքով ինչ մեզ ուսուցանում է, դա անում է ի սեր մեզ, մեր ապահովության, մեր պաշտպանության, մեր երջանկության, մեր համար, որ բարի է, հաճելի եւ կատարյալ։ Ում համար է բարի։ Քո համար, իմ համար։ Ում համար է հաճելի։ Ինձ համար, քեզ համար։ Ում համար է կատարյալ։ Քո համար, իմ համար։ Օրհնյալ լինի Տիրոջը սուրբ անունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ոտքի կանենք եւ աղոթենք։ Երկնավոր Սուրբ Հայր, փառք, պատիվ ու գոյություն քեզ, որ այս փոքրիկ անկյունում արժանացրեցիր մեզ քո ներկայությանը։ Երբեմն գիտակցում ենք, երբեմն չենք գիտակցում, բայց քո խոստումը երբեք չի փոխվում, որովհետև քո խոստումները այո եւ ամեն են, որովհետև քո նորոգող խոսքը Սուրբ Հոգուտ միջոցով հպվում է մեր սրտերին։ Փառք քեզ, որ դու մեզ հաղորդ ես դարձնում քո աստվածային խոսքի հետ, քո աստվածային պատգամների հետ։ Դու հաղորդ ես մեզ դարձնում երկնային լույսիդ։ Դու փափագում ես, որ մենք ունենանք նորոգություն, մտքի նորոգություն։ Ամեն օր մեր միտքը հարցակումների է ենթարկվում աշխարհային երկրավոր ամբողից եկած ալիքներով։ Եվ մենք նորոգության կարիք ունենք շարունակ, քո աստվածային խորհուրդների հետ հաղորդ լինելով։ Տուր մեզ այս կամքը, ով Տեր։ Նորոգիր այս կամքը մեր մեջ, որ մենք փափագենք ամեն օր քննել, թե ինչ է քո կամքը։ Որպեսզի նոր մարդը մեր վրա հագնենք Աստծո գիտությունով, Քրիստոսի գիտությունով, Աստծո պատկերի պես, վերագտնելու այդ պատկերը մեր կյանքում, որ փոխվի մեր ընթացքը, փոխվի մեր քայլվածքը, փոխվի մեր ապրելակերպը, փոխվի մեր գործունեությունն այս աշխարհի մեջ։ Եվ ինչպես Տեր Հիսուսն ասաց, որ մարդիկ տեսնեն ձեր բարի գործեր ու փառավորեն ձեր Հայրը, որ երկինքում է։ Ուստի այդ գայթակղության դուռը փակիր շատերիս առաջ, Տեր, ձուլվելու ամբողի հետ։ Հիսուս, քո անվան եւ փառքի համար եմ խնդրում, լսիր ու ողորմիր։ Օգնական եղիր, Տեր, ամեն մեկիս մեր հոգևոր ընթացքի մեջ։ Ինքնաճանաչության, սրբագործման, Քրիստոսանման լինելու այս ընթացքի մեջ, որ չբավարարվենք եւ հոգեվոր կյանքը չընկալենք լոկ միայն որոշակի ծառայություններ անելով, այլ օրըստօրե ձեռք ազատվելով մեզ հեշտությամբ գրավող, մեր միտքը, մեր սիրտը պաշարող տարատեսակ մեղքերից, որ ազատ ապրենք, ով Տեր, ազատ ապրենք ներքին պաշարումներից, ազատ ապրենք մտքի պաշարումներից, շշուկներից, խոսակցություններից, եւ այս կյանքում ամենաշատը կարևոր են քո միտքը, քո գաղափարները, քո խոսքը։ Խաղաղությանդ մեջ առաջնորդիր քո ժողովուրդով, Տեր, եւ պատրաստ արա մեզ, Տեր, ամեն օր քեզ հետևելու։ Իսկ դե երբ կգաս, Տեր, օրհնյալ լինի քո գալուստը։ Ամեն օրը մեզ համար, երբ որ մեր աչքերը բացում ենք, մի նոր գալուստ է, որտեվ մի նոր օր քեզ հետ ապրելու, քեզ հետ լինելու։ Այնպես արա, Տեր, որ
մեր երկրավոր կյանքում ապրած օրերը շատ չտարբերվեն երկնային օրերից։ Որ այդքան հարազատ լինի երկինքը մեզ համար, որքան հարազատ ես դու մեզ համար այս երկրավոր կյանքում։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։